Տիկին գլխավոր դատախազ ապրիլի 15-ին ազգային ժողովում զեկուցելով կառավարության 21-26 թվականների ծրագրի 25 թվականի կատարողականի մասին Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր պնդում արեց, ասաց, որ ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը վերջին գործոնն էր, որի արդյունքում ավարտեց նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդման օպերացիան, եւ երկրորդը հայտարարեց, որ գործում է մաֆիա հայաստանյան եւ ոչ հայաստանյան։ Խնդրեմ տեղեկացնեք, արդյոք դուք, կարող եմ բառացի կարդամ, բայց գաղափարը դա է։ Խնդրեմ տեղեկացրեք կամ մեզ որոշ տեղեկություններ տվեք, այդ ինչ մաֆիայի մասին է խոսքը, արդյոք այդ մաֆիայի անդամների վրա հարուցվեց այն քրեական գործեր, կան արդյոք մեղադրանքներ, ընդհանրապես այդ մաֆիայի գործողության մասին խնդրեմ տեղեկություններ տրամադրեք եւ երկրորդը մենաշնորհի մասին, այսինքն 8 տարի պայքար են մենաշնորհի դեմ, ենթադրաբար կային մարդիկ, ովքեր չէին ուզում, որ այդ մենաշնորհները կազմաքանդվեին։ Խնդրեմ նաեւ այդ հարցին անդրադառնաք, թե արդյոք կային մեղադրանքներ շուկայական դիրքը չարաշահելու, չարաշահման բացահայտմանը միտված գործողությունների մասով, բայց հաշվառելով ժամանակի կարճնելը երևի խնդրում եմ կենտրոնացեք հիմնականում մաֆիայի մասին, ովքեր են մաֆիոզները Հայաստանից բացի, որտեղ իրենց մետաստազներ ունեին, քանիսն են բանտում, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ձեր կողմից նշված հայտարարության վերաբերյալ կամ հայտարարության հիման վրա կամ այդ հայտարարության հետ կապված որևէ հաղորդման փաստով նախաձեռնված քրեական վարույթ առկա չէ, կամ առնվազն ով որ ենթադրում եմ ցանկություն կունենա նման հաղորդում ներկայացնելու դեռևս չի ներկայացրել, բայց մենաշնորհների հետ կապված եւ կազմակերպված հանցավորության մասով տարբեր դրվագներով դատարան ուղարկված վարույթներով ոչ միայն ներմուծման եւ արտահանման հետ կապված, այլև տնտեսական գործունեության հետ կապված մենք ունենք մեղադրանքներ, որոնք դատարան են ներկայացված։ Կոնկրետ ձեր կողմից նշված հայտարարության հետ կապված քրեական վարույթ չունենք եւ ես չեմ կարող ենթադրել, թե ինչ բովանդակություն ունի ձեր հարցադրումը, բայց վստահաբար մենք ունենք դատարան ուղարկած վարույթներ, այդ թվում տնտեսական գործերով, որտեղ որ կազմակերպված հանցավոր սխեմաների մասին է խոսքը գնում եւ այդ վարույթները նաեւ տնտեսական գործունեության հետ են կապված։ Այդ մեղադրանքները վերաբերում են նաեւ տարբեր ընկերություններում մասնաբաժինները ապօրինի եղանակով այլոց կներեք բառից համար այլ անձանցից խլելու դեպքերին։ Որոշակի գործիքակազմով ու վարչարարությամբ բիզնես գործունեությանը միջամտելու դեպքերին։ Դրանք բոլորը ինչի եմ ասած ազատ ու հանգիստ ասում, որտեղ դրանք բոլորը դատարան ուղարկած վարույթներ են եւ ինչն է հետաքրքիր, այդ վարույթներով մենք ունենք մեղադրանքներ, որոնք վերաբերում են կազմակերպված հանցավոր վարքագծին, այսպես ասած համակարգային դրսևորմանը եւ դրանց հաջորդած փողերի լվացման մեղադրանքներին։ Ուստի, եթե ձեզ հաթաթ վարույթներն են հետաքրքրում, կարող եք մեզ գրավոր հարցում ուղարկել, մենք սիրով բոլոր վարույթները ձեզ կուղարկենք եւ կնշենք, թե որի դատաքննությունը որ դատարանում երբ է։ Կարող եք հետևել։ Արձագանք։ Տիկին գլխավոր դատախազ, շատ պարզ պատասխան ունի, որովհետեւ այդ դեպքում մենք ոչ թե ուղղակի պարզ գործողություն ենք անում, մենք բառից բուն իմաստով էլի կանդրադառնամ մաֆիայի դեմ ենք պայքարում։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, բառից բուն իմաստով այո, այդ մաֆիան, եթե ներհայաստանյան լիներ միայն, դեռ ոչինչ, բայց այդ մաֆիան երբեմն ունի այլ տեղերում այլ ճյուղեր։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այս ամբիոնից, որ գործել է մաֆիա, կազմակերպված հանցագործության երևի բարձրագույն աստիճանը։ Իմ հարցս հետևյալն է, կոնկրետ այդ մաֆիայի դեմ կա հարուցված քրեական գործ, կան մեղադրյալներ, որոնք այսպես գրված են, այս մարդիկ եկել են հանցավոր համաձայնության, Հայաստանի ներսում, Հայաստանից դուրս, ստեղծել են մաֆիա, եւ այդ մի ամբողջական ինչ-որ մի գործ կա թե չէ, որ մենք հասկանանք Նիկոլ Փաշինյանը
հայտարարություն անում, չէ՞, պետք է ընդհանրել, որ եթե գործադիր մարմնի ղեկավարն հայտարարություն անում, ինքը հիմքեր պետք է ունենան։ Այդ հիմքերը դուք տրամադրել եք Նիկոլ Փաշինյանին, թե չէ։ Այդ մաֆիայի մասին մի երկու բան ասեմ։ Գդելյանն եւ Իվանովը բամբակի մաֆիան բացահայտեցին Ուզբեկստանում, այդ այնց մաֆիա Հայաստանում կա, թե չէ։ Շնորհակալություն։ Ձեր նշած պարզունակ սխեմով հնարավոր չի պատասխանել այդ հարցին, որովհետև մենք ֆիլմի սցենար չենք նկարում, մենք կոնկրետ քրեական վարույթներ ենք քննում եւ ես նշեցի, հիմա դուք փորձում եք ամեն կերպ սադրել ինձ, որ ես սկսեմ ձեզ անուններ նշել, բայց այդ անունները բոլորի համար են պարզ եւ մենք էլ պարբերաբար հրապարակում ենք։ Այո, մենք ունեցել ենք այդ թվում տնտեսական գործունեությանը միջամտող հանցավոր կազմակերպված վարքագիծ, որոնց վերաբերյալ վարույթները գտնվում են դատարանում։ Այդ թվում նախկին պաշտոնատար անձանց, պաշտոնատար անձանց հետ խնամիական կապերի մեջ գտնվող անձանց, նախկին անձանց հետ հարազատական կապերի մեջ գտնվող անձանց, այո, որոնք այդ գումարները դուրս են բերել Հայաստանի Հանրապետության տարածքից, ներդրել են արտասահմանյան երկրներում, որոնք ունեցել են արտասահմանյան գործընկերներ, որոնք այդ երկրներում մի շարք դեպքերում եւս հանցավոր սխեմաների մեջ ներգրավված են եղել։ Այո, դրանք բոլորը մեր ամենօրյա աշխատանքի մաս են ու մենք անընդհատ դրա մասին հրապարակումներ ենք անում, ես հիմա ավարտում եմ։ Իսկ կոնկրետ, որպեսզի ես կարողանամ գամ այստեղ ֆիլմի սցենարի պես պատմեմ ձեզ, ցավոք սրտի դա հնարավոր չի։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։